Օրերս հրավիրած ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ԲՆ-ում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն, ազատել է աշխատանքից։ Իսկ ինչպես է ստացվել, որ իշխող ուժի շատ անդամներ չծառայելով դեռ պաշտոն են զբաղեցնում։ Այսպիսով օգտվելով մամուլի հրապարակումներից եւ այն հրապարակումներից, որոնք նախկինում գրել է Արմլուրայեմը, ներկայացնում ենք, թե ԿՊԱ-կան որ պաշտոնյաները եւ նրանց երեխաները չեն ծառայել հայոց բանակում եւ ինչ խնդիրների պատճառով։ Այսպիսով, բանակում չի ծառայել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ազատվել է բանակից, քանի որ ինչպես ավելի վաղ պարզաբանել էին կառավարությունից 1991 թվականի դեկտեմբերին ուժի մեջ մտած զինապարտության մասին օրենքի 23-րդ հոդվածում սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերն են, որոնց շարքում ազատման իրավունք է սահմանվել նաև այն անձի համար, որի երկու եղբայրներն անցել են պարտադիր զինվորական ծառայություն։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւս չի ծառայել բանակում առողջական խնդիրների պատճառով։ Նույն պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև վարչապետի նախկին գլխավոր խորհրդական շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը չի ծառայել ընտանեկան կարգավիճակով պայմանավորված։ Բանակ մեկնելու շրջանում ծնվել է նրա երկրորդ երեխան, ինչի շնորհիվ էլ նախարարը պարտադիր ծառայության չի մեկնել։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւս բանակում չի ծառայել, քանի որ գիտությամբ զբաղվելու համար ակադեմիական տարկետում է ստացել։ Արտաքին գործերի երիտասարդ փոխնախարար Վահան Կոստանյանը նույնպես չի ծառայել բանակում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանը չի ծառայել առողջական խնդիրների պատճառով։ Նույն պատճառով բանակում չի ծառայել նաեւ ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Գոնջորյանը։ Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար, այժմ ԿՊԱ-կան падգամավոր Էդուարդ Աղաջանյանը եւս պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական խնդիրների պատճառով։ Իսկ ահա աշխատանքի եւ սոցիալական հարցերի ներկայիս նախարար Արսեն Թորոսյանն առողջական խնդիրների պատճառով կիսատ է թողել ծառայությունը։ Նա ծառայել է շուրջ 1 տարի։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւս չեն ծառայել գիտությամբ զբաղվելու հիմքերով։ ԿՊԱ-ականների շարքում շատ են բանակում չծառայեցները, հատկապես առողջական խնդիրների պատճառով։ Այսպես падգամավորներ Բաբկեն Թունյանը, Սարգիս Խանդանյանը, Սեդրակ Թևոնյանը, Վաղաշակ Հակոբյանը, Համբարձում Մաթևոսյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ Արեն Մկրտչյանը բանակում չեն ծառայել հենց առողջական խնդիրների պատճառով։ Զինծառայությունից ազատվել են ԿՊԱ-կան падգամավորներ Հայկ Ղալումյանի երկու որդիները Աշոտ եւ Վլադիմիր Ղալումյանները։ Բանակում չի ծառայել նաեւ падգամավոր Կարեն Սարուխանյանը։ Զինվորական ծառայությունից ազատված են նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի երկու որդիները Միսակ եւ Նարեկ Հովակիմյանները։ Հետաքրքիր է, թե արդյոք Պաշտպանության նախարարությունը քննության կառնի հետևյալ ցանկը եւ արդյոք չծառայեցները կանցնեն ծառայության, թե գումարի դիմաց կազատվեն դրանից։